Ժորջան, հենց հիմա 1.5 միլիարդ դոլար մեր աչքի առաջ այսենց գնաց։ Չեք հավատում, դիտեք։ Բայց մարդ կա այս 1.5 միլիարդ դոլարը այսենց դեմով անցնում է, իր կյանքում ոչ մի բան չի փոխվում։ Ինչի ոչ մի բան չի փոխվում իր կյանքում։ Որտեվ մարդը չունի անհրաժեշտ հմտություն։ Պատկերացրեք, մարդը նստած է, իրանց չգիտեմ, որևէ զբոսայգում, որևէ տեղ, կամ կանգնած է, կամ այդ 1 միլիարդները դեմով անցնում են, ցենց անցնում են դեմով։ Որ մարդը ավելի վատ է ապրում։ Թոշակառուներ ջան, նստել եք, ինչին եք սպասում, բա գնացեք նոր հմտություն ստացեք, նստեք սպասում եք պետությունից ինչ թոշակի բարձրացում։ Ուսուցիչներ ջան, ուսուցչուհիներ ջան, նստել եք երեխեքին եք սովորացնում, գնացեք մի հատ չգիտեմ, մի բան սովորեք։ Մի հատ IT ոլորտ է բան այդ երեխեքի որ սովորացնում եք, այդտեղ ոնց որ փող չկա, գնացեք այդ 1.5 միլիարդ դոլարների հետևից։ Բա մնացած աշխատողները օր ու գիշեր աշխատում եք, գնում եք կարևոր ինչ-որ գործեր եք անում, էս եք անում, այն եք անում։ Բա մի հատ հմտություն սովորեք, բիտկոինա, բանա եւ այլն, վաճառք եւ այլն։ Չէ, Ժորջան, իրականում ես հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ Արման Ղուկասյանն եմ։ Ես խոսում եմ նրա մասին, որ կառավարությունը պետքա ինքը նպաստի նրան, որ կարևոր ոլորտները մեր երկրում զարգանան, կառավարությունն էլ ասում է չէ։ Գնացեք ձեր գործերը թողեք, նոր հմտություններ սովորեք։ Այսինքն այդ թոշակառուն ինչ հմտություն պետքա սովորի։ Շատ հետաքրքիր է, էլի։ Սա քննադատելու համար չեմ ասում, ուղղակի հետաքրքիր է կառավարության մտածելակերպը։ Թոշակառուն ինչ պետքա սովորի։ Բիտկոին, վաճառք, չգիտեմ, ինչ։ Սաղ կյանք աշխատել է, հարկա վճարը, հիմա պետքա պետությունը արժանի իրան թոշակ տա, բայց անգամ չի գոյատևում այն թոշակով, որը ստանում է։ Օր ու գիշեր աշխատող ուսուցիչը, ուսուցչուհին, օր ու գիշեր աշխատող օր ու գիշեր բժիշկը, եւ կարևոր այլ ոլորտներ, օր ու գիշեր աշխատող հարկ վճարող քաղաքացին, որը շատ կարևոր տարբեր գործերի եւ ուղղությունների վրա է։ Կառավարությունը պետքա նենց անի, որ տնտեսությունը աճի, ոչ բոլորը կարան զբաղվեն նորագույն տեխնոլոգիաներով, բիզնեսով, հա, բա մնացած կարևոր մասնագիտությունները ինչ անեն, բայց թոշակառուները ինչ անեն, եւ այլն եւ այլն։ Ժորջան, խնդրում եմ գրեք մեկնաբանություններում ձեր կարծիքը, տարածեք այս տեսանյութը եւ բաժանորդագրվեք իմեջին։